անգամ ձեզ տենում ենք, ինչի եկեք ես տարածք, հատուկ ես քաղաքացիական հագուստով, ինչի եկեք, նայեք ինչ ոստիկան է, նայեք ոստիկանի մեջ ժամացույցը, տեսեք խաչ անում ոնց որ վրան ոստիկան, նայեք, տեսեք ոստիկանի կազմվածքը մեր, ինչ սուպեր ոստիկան ունենք, նայեք, սև շորերով, սև հագուստով, սև տաբակ, սև շապիկ, տեսեք, այս լուսն է գազանն է դուրս գալի, նայեք, այս գազաններին ուղեկցում են, նայեք, ոնց է գազանը, հետոքի ճանապարհը հատում, եմ գնում, տեսեք, գազանները ոնց են տանում, ընդերքը գողանում, ընդերքներ, իսկ այս երկու ոստիկանները, նայեք, լավ նշեք այս տղայի դեմքը, այսրանք են, որ Նեմեսիս օպերացիա էր, հայերի մեջ թուրքերի հետ համագործակցողներ կային, այս մարդկանցից է, թուրքերի հետ համագործակցող անձնավորություն, հայի անունով, ազգանունով, դուք էլ եք չէ համագործակցում թուրքերի հետ։ Ձեզ կորեկտ պահեք։ Թուրքերի հետ ինչ եք Ձեզ կորեկտ պահեք։ Ինչ եք համագործակցում թուրքերի հետ, այսինքն թուրքերի հետ պրովոկացիա Սա դրանքը դուք եք անում, ինչ եք թույլ տալ, որ քանդեն մեր ընդերքը, գողանան մեր ընդերքից, դուք ինչ եկեք, այստեղ ինչ եք անում, դուք ով եք, ինչ եկեք, ում եք զեկուցում, ինձ կասեք, տիկին նախարարին զեկուցեք, որ ապօրինաբար շահագործվում է Արաբկիր վարչական շրջանի սրտում, ընդերքը հանք են բացել այստեղ, բազալտային շերտը հեռացնում են, տանում են, շաբաթ օրով, ոչ աշխատանքային օրով, Խնդրում եմ, հարգելի ոստիկան, զեկուցեք տիկին նախարարին, ինչ է կատարվում Երևանի Արաբկիր վարչական շրջանի սրտում, հանք են շահագործում, զեկուցեք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, ինչ է կատարվում, խնդրում եմ, զեկուցեք ձեր նախարարին, տիկին նախարարուհուն զեկուցեք, տարեք միատ տվեք հատուկ ազգային անվտանգության ծառայությանը, որ թուրքերը զավթել են Արաբկիր համայնքի կենտրոնը։ Ինձ բավականին նկարեցիք Ես չեմ նկարի, ես ուղերձ եմ, ուղերձը պահանջ եմ ներկայացնում որպես ոստիկան։ Չեք մի ներկայացնում։ Ոնց չներկայացնեմ։ Ես պահանջ չեք ներկայացնում, դուք ինձ եք նկարագրում ձեր։ Պահանջ ունեմ ես, ձեզ պահանջ եմ ներկայացնում։ Բավականին նկարեցիք էլի։ Ես ձեզ խնդրում եմ, հաղորդեք տիկին նախարարուհուն, որ այստեղ իրավունք չունի, պարեկներն կանչեցի։ Բարև ձեզ, պարոն պարեկներ։ Տեսնում եք, որ ինչ ապօրինի հանքարդյունաբերություն է ձեզ տեղի ունենում այստեղ։ Շատ վատ, որովհետև դուք ապօրինությունը չեք կանխում։ Հիմա այստեղ այս պահին ապօրինաբար հանքարդյունաբերություն է տեղի ունենում։ Ինչպես։ Մոտենակ կհասկանաք։ Այսինքն ինչի՞ն եք ուզում մոտենակ։ Դուք ինձ շատ լավ ճանաչում եք։ Գիտեք, անունս էլ, ազգանունս էլ։ Ինձ դիմելու կարիք չկա, դուք պետք է դիմեք ձեր նախարարուհուն։ Ձեր ղեկավարին դիմեք, որպեսզի կանգնեցնի ապօրինի հանքարդյունաբերությունը Երևան քաղաքում։ Ինչի ձեզ կանչեցին, այսպես սուպեր կարևոր օբյեկտ է, որ ոստիկանությունը մեր փողերի վարձ ստանալով գալիս է այս օբյեկտ։ Այս ինչի եք թույլ տալիս, որ այս մայթը հետիոտնի ճանապարհը օգտագործեն այս գազան մեքենաները։ Ինչ եք թույլ տալիս, սա մեր մայթն է, չգիտեք։ Դուք ճանապարհային երթևեկության պարեկ եք։ Սա մայթ է։ Այնա կարմիր գիծ է, շենքից միջև այնտեղ։ Ինչ եք թույլ տալիս, որ մեքենա այստեղ հատի։ Ինչ իրավունքով։ Հարցերի պատասխանը լրատվության վարչության։ Չէ, հարցերի պատասխանը դուք գնացիք ձեր նախարարուհուց պարզեք։ Ես գիտեմ, որ սա ապօրինություն է։ Ես գիտեմ, որ այս ապօրինության վերաբերյալ հեսա, տեսեք, երեխեքը անցնում են, այս գազան մեքենան են էստեղից, որ գցեն երեխեքին ավտոմեքենայի տակ։ Ինչ որ տեղի ունեցավ շուրջ 1 շաբաթ առաջ։ Հեսա եկել են, նայեք, զեկուցում է, զանգահարում է, այս հեռախոսի միջոցով, ժամացույցով, Facebook-ով եւ այլով ոստիկանները։ Ժամացույցը ձեզ ի՞նչն է խանգարում, տիկին Բոստան ջան։ Ոչ մի բան շատ աչք է գրավում։ Կարա մի հատ ձեր համար ասեմ, պատվիրեմ նվիրեմ։ Շնորհակալ եմ։ Ես ժամացույց ունեմ, իմ հայրական նվերն է, որը այս ձևի չի։ Դե լավ, օգտագործեք։ Գնացեք ձեր հայրիկից հարցրեք, որ չի կարելի ապօրինություն անել։ Թող ձեզ դասեր տա, ոչ թե Ավինյան հորից համբալություն սովորեք։
Չէ, շատ լավ դասեր չեք ստացել։ Եթե ձեր հայրիկը ձեզ տենց ժամացույցան նվիրե, գնացեք մի հատ հարցրեք, խորհուրդ հարցրեք, որ ապօրինությունը քողարկելը ինչքան վատ բան է։ Համբալությունը անելը շատ վատ բան է։ Ավինյանի հորից համբալություն մի սովորեք։ Տականքները տվել են ապօրինի շինարարություն։ Շինարարության թույլտվություն, Ավինյան Տիգրանը, լտեսեք, հանքը շահագործում են։ Այստեղից թանկարժեք բազալտի քարը ըստ գեոլոգիայի եզրակացության լավագույն բազալտն է, տարբեր գույների երանգավորման, հանքը շահագործում են, բազալտը կտրտում են, տանում են, շենքի բնակիչներին պատճառում են վնաս, խոչընդոտում են, հետիոտի ճանապարհը, նայեք, հետիոտի ճանապարհը օգտագործում են, Երևան քաղաքում հանք են շահագործում։ Այս ոստիկանությունն է եկել է զեկուցումը, նայեք, բարեկն է եկել է զեկուցումը։ Ինչ է զեկուցում, հետաքրքիր է։ Ձեր վերադասի զեկուցեք, որ այս հետիոտնի ճանապարհը օգտագործվում է գազանների կողմից։ Գազանները օգտագործում են, երեխեքը անցնում են, երեխեքին վթարային իրավիճակ են ստեղծում, գցում են մեքենաների տակ։ Հա, բայց օգնելը ո՞րն է, եթե այս մեքենաները րոպե մեկ ստեղից դուրս են գալի գնում են։ Ես չգայի չէիք օգնելու, երեխա է անգ էստեղ ավտոյի տակ։ Զեբրանա եւ այստեղ կարա հատի, հա, ուրեմն հետիոտնի ճանապարհը կարա այս գազանը հատի, Ավինյան Տիկոյի համար հանքարդյունաբերական գործունեություն ստեղծավալի։ Եվ ոստիկանապետ, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հակակոռուպցիոն կոմիտեի, չգիտեմ ինչ տեղակալներ, պաշտոնակատարներ, քննչական կոմիտե, 100 տեսակի հաղորդում եմ ձեզ տվել, ինչի չեք դադարեցնում այս ապօրինությունը։ Թե ձեր երեխաները ստեղ չեն անցնում, չեն գնում, ձեր համար վթարային իրավիճակի խնդիր չի առաջանում։ Թե փայ ունեք այս հանքարդյունաբերության մեջ, թե Ադամիկում ՍՊ-ի տականքները, տականք երկու վիզաներ կներեք բառի համար, բայց տարեց մարդիկ, ովքեր հանդես են գալի որպես ուսուցիչներ, հանդես են եկել։ Ուրեմն Գայանե Վերձյան եւ Ոմն Աթաբեկ Ադամյան կարող էին այսպիսի Ադամիկում ՍՊ-ով շինարարություն իրականացնել, ում եք խափում։ Ովքեր են այդ անձինք եւ եթե այդ անձինք կապ ունեն այս շինարարության հետ, ապա նրանք է պետք է կրեն այսպիսի վնասներ, ինչպիսի վնասներ կրում են մեր քաղաքացիները եւ բնակիչները։ Թող այդ վնասները կրեն իրանց թորներն ու ծորները, թող այդ վնասները կրեն իրանք ինքները անձամբ, թող այս ահավիրքը մտնի իրենց տունը, այս գազանությունը մտնի եւ ավիրի իրենց տունը։ Վահրամ Ադամյանես ինչ ես, չես մարսելու, անիծված շուն ես, այս շենքերի բնակիչները բոլորը քեզ անիծել են։ Բացի այդ, այս 100 տարեկան տները ու այգին, որ դու քանդեցիր, ողորմելի, ամբողջ ցեղովդ, տես ինչ ես լինելու, տականք, ողորմելի տականք, իսկ ես Մուշեղյան տնօրենը Ադամիկում ՍՊ-ի, այդ տականք, քեզ ինչ է գրել քաղաքաշինության կոմիտեի նախագահը, գրել է, որ պետք է անցկացնես հանրային լսումներ, պարտադիրը, այդ տականք Ավինյան Տիգրան, քեզ նույն բանն են գրել, ինչի չես անցկացրել հանրային լսումներ, ինչ եք ես տարածքը, 100 տարեկան տարածքը մեր պատմությունը, վերածել հանքավայրի, այդ տականքներ։ Տես եկել են, ինչքան հաճելի է, հաճելի զույգ է, հատկապես այս նիհար երիտասարդը, ոստիկան։ Ինչ ծառայություն եք այստեղ իրականացնում։ Որն է ձերը։ Հասարակական կարգ են դաշնում։ Ումից։ Ումից դուք էլ հուշողն եք, շպարգոտաչուն եք։ Ով է։ Այս
խախտել եմ, ինչի չեք պաշտպանում ես։ Հասարակական կարգ չեն խախտում։ Ով ասեց։ Շինարարական աշխատանք են Ով ասեց։ Խախտեն շահագործում։ Այդ որ օրենքով է երբ ով ասեց։ Բա բազարտային շերտետ ի՞նչ է։ Փաստաթղթերը բացեք, ցույց տա փաստաթուղթը որ հանքա։ Օրինական։ Հեսա օրինական չի, ես դες փաստաթուղթը ցույց։ Հեսա ես դες հեսա կցույց տամ։ Օրինական չի դատարանով։ Օրինական չի, դե փախի են դատարանով կասեցի, գնաս դու դատարան։ Դատարան դատվելու, քրեական դատարան։ Ես քեզ ասեցի քեզ։ Հեսա նայ, գազաների տարավ։ Նա նայ։ Գազաների Take off the ճանապարհը հատեցի գազաները։ Ես հսկայական քարերել տարան։ Նայ, գազաների գողություն օրը ցերեկով Երևանի կենտրոնում։ Գողացողներն են Ադամյուն ՍՊ-ի հիմնադիրներ Գայանե Վերձյան, Աթաբեկ Ադամյան եւ իհարկե սրա նաև հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը։ Ոստիկան, դուք չտեսաք, որ այս մեքենան խախտումով դուրս եկավ, ինչի չկանխեցիք։ Տիկին ջան, խախտումով դուրս չի եկել։ Բա ինչու՞ն է դուրս եկել, այստեղ հետոքի ճանապարհը։ Այսինքն հետոքի ճանապարհը։ Այստեղից խախտումով է դուրս գալի շենքի բակից։ Շենքի բակում չկա ավտոմեքենայի ճանապարհ, հարգելիս ըստ նախագծի չկա։ Այ ցույց տվեք, ստե կա։ Այստեղ կա։ Ահա, ցույց տվեք։ Այսա։ Այստեղի մասին չի Այնտեղ կա։ Այո, բա ուր էստեղ նախագծով, թող գնան տեղից դուրս գա։ որ դու կասում Բա վերևի հատվածից դե չկա։ Հարգելիս էստեղ եղել է սեփական տուն, որը չի ունեցել նման մուտք։ Թույլտվությունով տվել։ Շինթույլտվությունը չկա մուտք։ Գրած է քաղաքաշինության կոմիտեից, որ մուտք չկա։ Մուտքի հարցը լուծված չի, միջև չլուծվի, չթույլ տա որպեսզի շահագործվի շենքը։ մեքենաների արտոնագրությունը մենք կազմենք։ Մենակ այս մեքենաներ չպետք է լինի, այս մեքենա դուրս գա։ Ոնց կքարկա։ Այս մեքենան նայեք, քանի հատ ոստիկան են բերել, այս ապօրինությունը տեսեք, ինչ է կատարվում, ու ձեն չեն հանում։ Ուղղակի հիմա երևի թե իմ հեռախոսը արդեն լիցքավորումը դադարի։ Ես այս պայն կանջատեմ, որ հետո ձեզ հայտնեմ ինչ է պատահում իրենց հետ։